Чего они будут касаться? Միացյալ Նահանգների փոխնախագահի Երևան այցից առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը չի դադարեցնի գործակցությունը ավանդական դաշնակիցների հետ։ Ելնում ենք այն կանխավարկածից, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացման ուղղված հայկական ղեկավարության գիծը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ եւ վերակողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու դաշինքների չափանիշներ, որոնք ցանկանում են մեր երկրին ռազմավարական պարտության հասցնել։ Когда после этого Ռուսաստանի գլխավոր դիվանագետի կարծիքով Հայաստանում հասկանում են, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի իբրբարի մտադրությունների հետևում թաքնված է սառը հաշվարկ։ недоумение Նա вызывает. ակնարկել է, որ իրենց ազդեցության գոտին է հարավային Կովկասը։ Ըստ Լավրովի, արևմուտքը այդ տարածաշրջանը համարում է ցավոտ կետ, որը սեղմելով փորձում է վնասել Մոսկվային։ Քաղաքագետ Հայկ Խալաթյանի կարծիքով Մոսկվան այս պահին շատ սուր չի արձագանքում իր համար ցավոտ կետին ԱՄՆ-ի դիպչելուն։ Ռուսական կողմը այս պահին ունենալով շատ լուրջ բանակցություններ ամերիկյան կողմի հետ երկկողմանի հարաբերություններ կապված, նաև Ուկրաինայի շուրջ չի ուզում ավելի սրացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Սուր է Մոսկվայի արձագանքը Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների ջերմացմանը։ Ռուսաստանը, որ նախկինում տնտեսական միություն էր դիտարկում եվրոպական այդ կառույցը, հիմա ռազմաքաղաքական դիրքավորում է նկատում Եվրամիությունում։ Բրյուսելում հաճախ ամենաբարձր մակարդակով Ռուսաստան-Եվրամիություն պատերազմի հնարավոր ժամկետներն են նշում։ Այս պայմաններում մենակ երբ որ Հայաստանը օրինագիծ է ընդունում Հայաստանի իշխանությունը, որ մենք ԵՄ անդամ ենք դառնում, երբ որ փաստացի ըստ Կայա Կալասի փակ դռների հետևում Հայաստանի իշխանությունները ասում են մենք էլ ենք Ռուսաստանի դեմ, օգնեք մեզ այդ Ռուսաստանի դեմ պայքարում եւ այլն, դա արդեն լրիվ այլ կերպ է ռուսական կողմից ընկալվում։ Այդ պատճառով Ռուսաստանը խոսում է Հայաստանի եվրամերձեցման հնարավոր հետևանքների մասին, ինչը քաղաքագետի կարծիքով առաջին հերթին հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն է վերաբերում։ Մոսկվան այնուամենայնիվ հույս է հայտնում, որ Երևանը առանց ծանր խոսակցությունների կհասկանա, ինչ կարող է լինել։ Իրանք իրենց կամքով չեն գնում էսկալացիային, նրանք փորձում են դեռ հույսը չեն կոչել, որ Հայաստանի իշխանությունները իրենք կհասկանան հնարավոր հետևանքները։ Լավրով նստեյության հասկացնում է, որ վտանգավոր է Հայաստանի իշխանության թեզը հունիսյան ընտրություններից առաջ Ռուսաստանից սպասվող հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները խոսում են Ռուսաստանի միջամտության մասին ընտրությունների, բայց մենք տեսնում ենք, որ դեռ Թուրքիան ու Ադրբեջանն են հստակ իրենց միջամտում Հայաստանի ընտրություններին, ասում են ում կողմն են եւ որոշակի թե սպառնալիքներ, թե այսպես զգուշացում։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունն է ուղղակի միջամտում ներքաղաքական կյանքին Հայաստանի։ Ու նաև լռում է Եվրամիությունը, երբ կարող էր միջամտել, օրինակ Հայաստանում քաղբանտարկյալների հարցով, այնպես ինչպես անում էին տարիներ շարունակ Ադրբեջանում։ Որևէ այսպիսի քննադատություն չկա եվրոպական կողմից եւ դա խոսում է մասին, որ փաստացի նրանք պատրաստ են ինչպես այլ հետխորհրդային երկրներում աշկը փակել բոլոր այսպիսի գործողությունների վրա, եթե դա իրենց պատկերացմամբ տեղավորվում է ռուսական ազդեցության դեմ պայքարի այդ շրջանակում։ Ռուսական ազդեցության դեմ պայքարն է նաև Միացյալ Նահանգներին բերում հարավային Կովկաս, վստահ է քաղաքագետը։ Հայաստանի հետ բիզնես համագործակցությունը Թրամփի ուղու շուրջ ևս մեկ միջոց է Վաշինգտոնի համար իր աշխարհաքաղաքական ծրագիրն իրագործելու։ Բայց իրականում Հայաստանը որևէ լուրջ բան չի ստանում, հակառակը անում է ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանը անցնի Թուրքիա եւ Ադրբեջանի ազդեցության տակ։ Խալաթյանի կարծիքով մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների առաջնահերթությունները կարող են եւ շատ անսպասելի փոխվել։ Արտաքին քաղաքական մեծ տրանսֆորմացիաներ անող Թրամփի վարչակազմը խնդիրներ ունի երկրի ներսում եւ աշնանը սպասվող միջանկյալ ընտրությունների արդյունքից է կախված, ինչ ճակատագիր կունենա Թրամփիզմը։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։